Արդյոք թրիփը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ ոչ։ Նախ մեծ խնդիր է թրիփը այս ձևով կարող է իրականություն դառնալ, թե չէ, անկախ ընդունված համատեղ հայտարարությունից եւ վարչակագրից, որովհետեւ եթե մի նախագիծ բխում է աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնների շահերից եւ հակադրության մեջ է մտնում այլ կենտրոնների շահերի հետ, միշտ մեծ է հավանականությունը, որ անտեսված շահեր ունեցող աշխարհաքաղաքական կենտրոնները խանգարելու են դրա իրականացմանը։ Ճիշտ այնպես, ինչպես նույն իմացած պատճառով իրականություն չդարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որտեղ այդ կարգավորումներ բխում էր Ռուսաստանի Դաշնության շահերից եւ հակադրության մեջ էր մտնում արևմուտքի մեր գործընկերների ստրատեգիական շահերի հետ։ Սա որ առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ է եւ ոչ թե տնտեսական կամ ներդրումային փաթեթ, ինչպես փորձում է մեզ հրամցնել Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է, բացեք այս փաստաթուղթը, կարդացեք։ Այդտեղ հիշատակում կա տրանսկասպիան առևտրային ուղուն։